Բարև բոլորին, ձեզ հետ է Միկա Թանգյանը։ Եթե դու այստեղ ես, տուր ինչ-որ նշան։ Հորը սարևեսի սեղեր։ Հենց հիմա իմ ետևում մի լքված դղյակ է, որը տեսել է երկրորդ համաշխարհային պատերազմ, բազմաթիվ մահեր եւ շատ միստիկ պատմություններ կապում են հենց այս վայրի հետ։ Այսօր գիշերը մենք անցկացնելու ենք այս սարսափելի դղյակում, որի պատմությունը ձեզ ուղակի կապշեցնի, բայց այն կպատմեմ ես քիչ հետո։ Իսկ հիմա ես ունեմ ընդամենը մեկ հարց։ Այստեղ կա ինչ-որ մեկը։ Ստոպ, ախպեր, կա, ես եմ։ Ուզում եի քեզ եսի ցույց տալ, ցավը տանեմ։ Էս ի՞նչը։ Մի հատ ուշադիր նայա։ Տարօրինակ բան չես տենում։ Ժողովուրդ ջան, դուք լուրջ եք ասում։ Միանշանակ լուրջ։ Մի հատ ստեղ նայեք, մի հատ դուք էլ նայեք։ 75% մարդիկ նայում են այս լեգենդար վիդեոները առանց բաժանորդագրվելու Միկա Թանգյան YouTube-յան ալիքին։ Դու բաժանորդագրված ես։ Միանշանակ։ Ես էլ եմ բաժանորդագրված։ 7 տարի բաժանորդագրված։ Ես էլ մի այդքան մոտավոր, ես էլ եմ բաժանորդագրված։ Սիրելի ընկերներ, բոլորիդ հորդորում խնդրում եմ, հենց հիմա իջնեք, բաժանորդագրվեք Միկա Թանգյան YouTube-յան ալիքին, որպեսզի մենք շատ շուտով հասնենք 200,000 բաժանորդ։ Ամեն մեկի բաժանորդագրությունը, ասա որ մեր համար շատ թանկ է։ Շատ թանկ ու կարևոր է։ Շատ թանկ է, որ տեսնում ենք մի հատ նոր բաժանորդ ավելանում, իրոք շատ ենք ուրախանում։ Դրա համար անպայման հենց հիմա բաժանորդագրվիր, որ բաց չթողնես նմանատիպ լեգենդար կոնտենտ։ Անպայման, հանկարծ skip չանես, անպայման բաժանորդագրվի։ Եվ եկեք հավաքենք 20,000 լայք, եւ հնարավոր է այդ դեպքում մենք այս դղյակ վերադառնանք Անաբելի հետ միասին։ Պատկերացնում ես Անաբելի հետ միասին փորձարկում անցկացնենք այս դղյակում։ Դրա համար 20,000 լայք եւ անպայման բաժանորդագրվիր։ Այս դղյակի պատմությունը շատ պարզ է, բայց միևնույն ժամանակ ծագում են բազմաթիվ հարցեր։ Այս դղյակը պատկանում էր Նիկոլայ Առաջինի որդուն, որի տիկինը օրերից մի օր որոշում է տան սպասուհուն կանչել իր սենյակ, որից հետո դաժանաբար սպանում է նրան։ Շատ մարդիկ սպասուհու մահը վերագրում են դժբախտ պատահարի հետ, բայց ըստ լեգենդի հենց այդ տիկինն է սպանել տան սպասուհուն, եւ այդ դեպքից հետո այս դղյակը ստացել է հոգիներով լի դղյակ անվանումը։ Ուրեմն սիրելի ընկերներ, եկեք ձեզ մոտավոր ցույց տանք, թե ինչ տարածք է, ստեղ գլխավոր մուտքն է, որտեղից մտնում ես այս դղյակ։ Խնդրեմ մի հատ սա ցույց տուր օպերատոր, տեսեք ինչ վիճակում է ընդհանրապես այս մասը, կոնկրետ քանդվել ընկել է, այս ձևի լքված այս դղյակը, այս հետևի ջուրը вообще շատ սիրուն է, այստեղ տեսեք ինչ սիրուն գեղեցիկ տեսարան է։ Այո, եկեք գնանք առաջ եւ ցույց տանք, թե ինչ կա էլի այնտեղ։ Մոտավոր կարելի ասել ռում տուր ենք անցկացնում, ձեզ ցույց տանք, թե ինչ կա այս դղյակում։ Ինչպես տեսնում եք, բոլոր պատուհանները ջարդված են, համարյա բոլոր պատուհանները ջարդված են։ Ստեղ գլխավոր մուտքն է։ Ինքը ահավոր մեծ է, ուզում եմ միանգամից ասեմ, շատ մեծ է այս դղյակը։ Ինչ ես կարծում, սա է գլխավոր մուտքը։ Ճիշտ ասած, ես մտածում եմ այս կողմից է։ Ստեղ որտեղ փագ է ընդհանրապես, բայց այնտեղ կա դուռ, որը բաց է, մենք գտել ենք։ Ստեղ կա նաև նկուղ, արի գնանք դա ցույց տանք, սիրելի ընկերներ, անպայման ձեր լայքին արժանի վիդեո, հենց հիմա իջեք լայքեք այն, հավաքենք 20,000 լայք։ Ուզում եմ ասեմ, որ այս դղյակը գտնվում է անտառի մեջ, ստեղ ինչ որ գետ է, մարդկային շունչ չկա, մի հատ խնդրում եմ ցույց տուր, սա նկուղ է։ Դուք պատկերացնում եք գիշերով ստեղ ինչ է կատարվելու։ Ձեր համար այսպես միջոտոցով գիշեր է լինելու, մենք մի քանի ժամ պետքա սպասենք, մինչև գիշերը գա։ Հիմա քանի լույս է, լույսով նկարում ենք։ Արի գնանք հետո, տեսեք սիրելի ընկերներ։ Ինձ թվում է գլխավոր մուտքը այստեղից է։ Այս դղյակը ահավոր ձևի մեծ է։ Ստեղից մուտք կա։ Այգին ինչ սիրուն այգի է։ Հա, տեսեք, ստեղ ժամանակին Ստեղ ժամանակին, այո, կոֆե էին խմում, ստեղ շատրվաններ կային ժամանակին, բայց հիմա այս վայրը լքված է ամբողջովին։ Ուրեմն այստեղ էլ կա մուտք, Արամ ասում է, որ սա է գլխավոր մուտքը։ Այս սպիտակ շենքը պատկանում է այս դղյակին, որը կառուցել են, նորից ռեմոնտ են արել, որը այս դղյակի խոհանոցն է, որ պատկերացնես։ Այսինքն խոհանոցն է, այս մեծ դղյակի, այսինքն մի հատ մեծ դղյակ ու ինքն էլ է լքված, բայց այնտեղ չեն գնա, այնտեղ ամբողջովին փագ է։ Ժողովուրդ, ահավոր վախենալու աուրա է այստեղ։ Օպերատոր ջան, հələ ցույց տանք ինչ սիրուն արձանիկներ են ստեղ։ Ահավոր սիրուն արձանիկներ են ու պահպանվել են մինչև հիմա։ Հիմա մենք մոտենում ենք մուտքին, որի դուռը բաց է։ Ահավոր սարսափելի տեսք ունի, սիրելի ընկերներ։ Ես ուղղակի չեմ կարող պատկերացնել, թե ինչա ստեղ գիշերը կատարվելու։
Ցեխոտ, բայց միստիկ ճանապարհը մեզ տանում է այդ դրան մոտ։ Ես հուսամ այստեղ ինչ որ անօթևան մարդիկ չեն լինի։ Ինձ թվում է դժվար սուրտ կլիներ իրանց համար, բայց Սիրելի ընկերներ, մի հատ ընդեղ նայեք։ Այս ահավորը մենք մեր այդ լույս ունենք, ամեն ինչ ունենք, ուղղակի դեռևս չենք վերցրել։ Ես չգիտեմ ընդեղ ոնց ենք մտնելու։ Էն էլ գիշերով, սա ուղղակի ահավոր է լինելու, սիրելի ընկերներ։ Հələ պատերը, մի խոսքով գիշերն եք դուք ամեն ինչը տեսնելու։ Հիմա մենք գնում ենք մեքենայի մեջ, նստենք մոտավոր 2 ժամ, որ լիարժեք մտնի եւ մտնենք այս դղյակը։ Ահա որ է լինելու, սիրելի ընկերներ, 20000 լայք։ Ստեղ ինչ որ մեկը կա, եթե կա, ուրեմն կհանդիպենք գիշերը։ Սիրելի ընկերներ, մենք հենց հիմա գտնվում ենք լքված դղյակում։ Ինչպես տեսնում եք, մեր ձեռքում կա նկար, այդ տան տնտեսուհու նկարն է ձախից, եթե տեսնում եք, նա մահացել է այս դղյակի սենյակներից մեկում։ Այսօր մենք գիշերով արդեն գտնվում ենք այս լեգենդար դղյակում, որպեսզի տանք այստեղի բնակվող հոգիներին ընդամենը մեկ հարց։ Ստեղ ինչ որ մեկը կա։ Դեռևս լռություն է։ դեռևս գնացինք։ Ուրեմն մենք այս նկարի հետ անցկացնելու ենք էքսպերիմենտ, տեղադրելով նրան սկզբից մոմեր կողքը կշարենք, կթողնենք մեկ տեսախցիկ, դրանից հետո, եթե դա օգուտ չտա, կջարդենք այս նկարը եւ կայրենք այն, որպեսզի տեսնենք ինչ որ մի բան կփոխվի դրանից հետո, թե ոչ։ Եկեք ձեզ ցույց տանք եւ ինքներս նայենք, թե ինչ կա այս դղյակի ներսում։ շինարարական արտադրանքի։ Սիրելի ընկերներ, ուղակի ահավոր է, ուղակի լսում ես ինչ-որ ոնց որ մարդու ձեն լինի։ Լսում եմ։ Հորը սարև։ Այնտեղից։ Ստեղ ինչ-որ մեկը կա։ Ինչ է այնտեղ։ Մի հատ լույս գցեք, էլի։ Հորը սարև։ Լավ, եկեք շարունակենք։ Հիմա կգնանք առաջի հերթին մի հատ ընդհանուր ձեզ ցույց կտանք տարածքը։ Դրանից հետո կգնանք այս սպասուհու սենյակ, որտեղ այս նկարը կտեղադրենք եւ կսկսենք այդ էքսպերիմենտը։ Գնացինք։ Ախպեր, վախեցա։ Հորը սարև։ Իմ արև վախեցա։ Ժողովուրդ հələ ստեղ նայեք, խնդրում եմ, էս ինչ է։ Որ լույսը ստեկցի, վրես ընկավ հետո լույսը ասես։ Համարյա ջարդվածը որն է։ Ջարդված կտոր։ Տեսեք ինչ մեծ դռներ է, բացվում են։ Սա կոնկրետ դղյակ է, սիրելի ընկերներ։ Տեսնում եմ։ Գրած այս здесь был масон, այստեղ կար մասոն։ Այստեղ եղել էր մասոն կամ էլ։ Բեսան պահավոր ձևեր գա։ Հա, ժողովուրդ ինչ որ ջրի կաթոցի ձայներ է գալի։ Գիտես որ սա եղել է նրա սենյակը, այդ տիկնոջ սենյակը եւ այս պատկերի փոխարեն այստեղ եղել է մեծ հայլի, ահա որ մեծ հայլի, որին նայելով ասում են որ հաճախ տեսել են ուրիշ մարդկանց ետևի ֆոնին։ Դա բոլորը ըստ լեգենդի, սիրելի ընկերներ, դրա համար մի ասեք որ ես եմ հորինում, ամբողջը կարող եք ստուգել։ Դրա համար մենք այս նկարը կտեղադրենք հենց այս հայլի ներքևում եւ կվառենք այստեղ մոմեր, թողնելով մի տեսախցիկ այս նկարի կողքին։ Արի տեղադրենք նրան։ Արի։ Խնդրեմ նկարը։ Պատը ժողովուրդ, հիմա մոմերը կդնենք։ Ուրեմն ժողովուրդ ջան, տեղադրում ենք կողքը մոմերը։ Չի ուզում վառվի։ Արի քոնը առանձին կվառեմ, հեսա դու դիր։ Մի մոմը չգիտես ինչի չի ուզում վառվի։ Ուզում եմ ասեմ, որ օպերատորի լույսը ահա որ ուժեղ խփում է աչքերին ու դրանից հետո դեմս ընդհանրապես բան չեմ տեսնում, ահա որ լույս է,
Նայեք, միմոն չի ուզում վարվի։ Ընդհանրապես չի ուզում վարվի։ Արի մի հատ հերվանանք մի քիչ հերվանանք։ Եվ մեկ անգամ եւս հարցնենք։ Ստեղ ինչ որ մեկը կա։ Ես մենակ ինչ որ թեթև դրան ձայն եմ լսում։ Մի խոսքով, մի տեսախցիկը թողնում ենք այստեղ եւ գնանք շարունակենք։ Ուրեմն տեսեք թե ինչ դուռա, ահագին մեծ դուռա, Հսկայական։ որը արդեն պիտանի չի։ Արի գնանք այնտեղ։ Ստեղ ամեն ինչ կաթում է, ինչ որ այդքան էլ լավ վիճակում չի այստեղը։ Տեսեք։ Սա ուղղակի լեգենդար դղյակ է, շատ սիրուն է ու ահավոր ձևի մեծ է։ Это ты был? Այս ինչ սեղան է։ Չոր ծիտիկների մնացորդ։ Եթե չեմ սխալվում, այստեղ այս ինչ տեղ է։ Հենց լուսավորի։ Շատ բարձր է, առաստաղները ահավոր բարձր է, ուրեմն ժողովուրդ ջան։ Առաջարկում եմ ոնց որ ինչ-որ մարդու քայլոցի ձայներ չես լսում։ Այն կողմից։ Վերևից, ավելի շատ վերևից։ Եկեք հենց հիմա բարձրանանք վերևի հարկ, ես դղյակը ունի 3 հարկ, եթե չեմ սխալվում, ու այս առաջի հարկը, որ հասկանաք, դեռ ամբողջովին բացահայտված չի, դեռևս երկրորդ հարկ ոնց էինք բարձրանում։ Տեղից տեղ կա ինչ որ, այս դռնից։ Չէ, բայց ստեից էր հաստատ։ Ստեղ խնդրում եմ, որ բոլորդ կամաց քայլեք, որովհետև տեղեր կա, որ քանդված է ամբողջովին։ Չես եկանք որտեղ մոլորվել ենք, ճիշտ է, հեսա։ Ճղած 5000 ռուբլի, դե հարուստ դղյակ է։ Ուրեմն սիրելի ընկերներ, այս դղյակը ունի 3 հարկ։ Ստեղ ինչ որ մեկը կա։ Կամ կաթիլներն են տես կաթում ոնց որ քայլ լինի։ Սիրելի ընկերներ, այս դղյակը ունի 3 հարկ, հիմա մենք կամաց բարձրանում ենք։ Սա տեսեք այս ահռելի մեծ լույսն է, ահավոր ձևի խփում է։ Դեմներս ընդհանրապես բան չենք տեսնում։ Լավ, արի բարձրանանք վերև։ Սիրելի ընկերներ, հիմա բարձրացել ենք երկրորդ հարկը։ Լես պատուհանը։ Ապա հենց հիմա առաջի հարկից ձեն եմ լսում։ Առաջին հարկից հենց հիմա ձեն եմ լսում։ Ինձ ահավոր հետաքրքիր է ինչ է հիմա կատարվում նկարի հետ, որովհետև ինչպես հիշում եք, մենք նկարը թողել էինք այնտեղ, եւ վերջում այդ նկարը
Ջարդելու եւ ավիրելու ենք ամբողջովին։ Ապա ինձ գիտես ինչա թվում, ոնց բացատրեմ, ոնց որ մի քանի հոգի իրար հետ խոսան։ Ոնց որ Բարակ ձայն, չէ։ Հա, ոնց որ sense ինչ որ մի խումբ մարդիկ իրար հետ խոսան։ Սիրելի ընկերներ, մենք հենց հիմա գտնվում ենք երկրորդ հարկում։ Ահա որ ինչ որ տարօրինակ ձայներ ա գալի, ես չգիտեմ ինչ ձայներ ա, դա հնարավոր է ինչ որ անձրևի կամ ինչ որ մի բան փլվելու, բայց ես ինչ որ մարդկանց Ես էլ եմ լսում։ ձայներ ոնց որ լսամ։ Տարօրինակ ձայները շատ են ստե։ Մի խոսքով արի մտնենք։ Ոնց չի բռթում։ Սարել։ Տակը նայի։ Որ հանգարց։ Օրա հոսանքի լարա։ Ժողովուրդ Շատ պետք է լիներ։ հոսանքի լարա հենց նոր կպա ես այդ լարին։ Այստեղ շատ զգուշ։ Այստեղ սիրելի ընկերներ տակը փլվում է մի անգամից։ Այստեղ։ Կամաց։ Ջուրներ։ Երթվում ես ոնց վախեցա ջուրներ։ Այստեղ ջուր ա կաթում, սիրելի ընկերներ, հենց զգացեք այս սենյակը։ Այստեղ ինչ որ մեկը կա։ Արձագանքում ահա որ ձենը։ Լավ։ Փառք Աստծո որ սա Ուղղակի ջուր էր։ Սա ուղղակի ջուր էր, ինչը ինձ շատ ա ուրախացնում։ Լիքը տարբեր ձայներ են գալիս, չես կարող մտածես դաժե ջրի ձայնը, ինչի ձայնը։ Արի գնանք պատշգամբ, համաձայն ես։ Կել։ Մարդիկ պատշգամբ են չա ունեցել։ Ահավոր կլինի Անաբելի հետ։ Անահավելի հետ ահավոր կլինի, բայց առանց Անաբել էլ ահավոր ուզում եմ ասեմ։ Պատկերացնում եք ստեղից ինչ որ մեկը հենց հիմա դուրս գա։ Չգիտեմ ժողովուրդ, չգիտեմ ամենուրեք ինչ որ ձայներ ա գալիս, բայց չեմ կարծում որ դա ինչ որ պարանորմալ ձայներ ա։ Հուսանք որ ոչ, Ոչ, բայց մեկ լուրջ եմ ասում, ջրի կաթիլների ձայնը։ Պետք է մաքսիմալ կամած լինենք, որ ֆիքսենք յուրաքանչյուր ձայն։ Ուրեմն սիրելի ընկերներ, հենց հիմա գտնվում ենք այս դղյակի, սենց ասած չորնի վխոդի մոտ, որով հնարավոր է բարձրանալ պատշգամբ։ Նայ ինչ է գրած. Беги отсюда, тут призрак Михаила и его жены։ Հենց հիմա տեսեք պատի վրա գրած է, դա մենք չենք հորինել, գրած է որ այստեղ է Միխայելի հոգին ու իր կնոջ հոգին։ Իսկ կինը ըստ լեգենդի սպանել է այդ տան սպասուհուն, ճիշտ եմ ասում, երևի ժողովուրդ ահա որ խառնված եմ։ Հան ժողովուրդ գրեք մեկնաբանություններում բարձրանում ենք այս վախենալու աստիճաններով վերև թե ոչ։ Ինձ հիմա արժի բարձրանում։ Հաստատ արժի։ Գնացինք, արի։ Սիրելի ընկերներ, Ամենավախենալու երևի հիմա օպերատորին է, ինքը ամենավերջին է գալիս։ ինքը ամենավերջինն է գալիս, բայց սենց էլ կանանք։ Սիրելի ընկերներ, նմանատիպ կոնտենտ, նմանատիպ դղյակ, հորս է հլստեղ լույս պայի։ Չոր տուպիկ տանող ճանապարհ է։ Լավ, արի դեռ կրիշ գնանք։ Բայց այս կրիշը չի։ Միացնեղ լուկը լուսավորես, որ խնդրամ։ Տեսեք ժողովուրդ ջան, մտել ենք հենց հիմա մի հատ սենց ասած նեղ ճանապարհ է։ Տեսեք ոնց ենք լուսավորում։ Այնտեղ վերջում գրված է պտտվիր, որը Շատ հաճախ եմ անում Bеги отсюда,
Ստերից մազը փոխի։ Այո, պատերին շատ հաճախ գրվածքներ կա, որտեղ ասում են փախիր այստեղից։ Մի հատ կպահես փորձեմ բարձրանամ։ Սիրելի ընկերներ, հենց հիմա մի հատ ուզում եմ բարձրանալ։ Բայց հետևից զգուշ, քայլերը զգուշ։ Հուսամ ես աստիճանը չի փլուզվի։ Այդ կամերան դու էլի։ Ժողովուրդ ջան, տեսեք ինչա վերևում։ Դղյակի վերևում։ Այնտեղ վերևից տեղ չկա, այնտեղ ուղղակի ոնց որ վերնահարկ լինի, առանց ինչ-որ բանի։ Որտեղ ես առաջարկում ինձ թվում։ Հորս ցավեսի ձայներ։ Զգուշ։ Մի քայլեք։ Որտեղ ես առաջարկում գնանք։ Հորս ցավեսի ձայներ։ Մի քայլեք։ Ռիպ։ Լավ, առաջարկում եմ հիմա իջնենք հետ, առաջին հարկ տեսնենք, եթե երկրորդ հարկում էլ բան չլինի, իջնենք առաջին հարկ, գնանք նկարի մոտ հենց հիմա սիրելի ընկերներ, որպեսզի ստուգենք, այնտեղ ամեն ինչ նորմալ է, թե չէ, դե դուք տեսախցիկ այնտեղ դրած է կտեսնեք։ Հուսանք ամեն ինչ նորմալ կլինի ու կցկացնենք էքսպերիմենտ հենց այդ սենյակում, կհարցնենք եւ կասենք, եթե դու այստեղ ես տուր ինչ-որ նշան, դրանից հետո կջարդենք այդ ապակին եւ կայրենք այդ նկարը։ Ժողովուրդ ուզում եմ ասեմ, ահա որ ձեն եկավ հենց նոր ապակի, Շուշայի ձեն եկավ ու մեր այդ թվում է մի մոմը հանգել է։ Հիշում ես այն մոմը, որը չէր վառվում։ Հիշում ես այն մոմը, որը չէր վառվում, հանգել է ժողովուրդ։ Ուղղակի չգիտեմ ինչ ասեմ, բայց Շուշան չի ճաքել ոնց որ։ Շուշան ոնց որ չի ճաքել։ Սիրելի ընկերներ, ուզում եմ ձեզ ասեմ, որ հենց հիմա մենք անցկացնելու ենք այդ էքսպերիմենտը եւ տեսնենք այս նկարը ջարդելուց եւ այրելուց հետո ինչ որ բան տեղի կունենա, թե ոչ։ Դե ինչ սիրելի ընկերներ, հիմա եկավ այն պահը, որ մենք սկզբից կջարդենք այս նկարը, իսկ դրանից հետո կայրենք այն, որպեսզի եթե հանկարծ այս տիկնոջ հոգին կա այս դղյակում, մենք իմանանք դրա մասին։ Ժողովուրդ, ահա որ եմ լարվում, կանգնած ենք հենց հիմա այս դղյակի մեջտեղում, այդ սենյակում, որտեղ այդ հայլիներն է եւ հենց հիմա դա անելու ենք։ Պատրաստ ես։ Այո։ Պատրաստ եք ժողովուրդ ջան։ Գնաց։ Եթե դու այստեղ ես, տուր ինչ-որ նշան։ Հիմա ուշադիր, այն պահին, երբ ես գոռացի, եթե դու այստեղ ես, տուր ինչ-որ նշան, հենց այդ պահին մենք լսեցինք շատ բարձր ձայն, որի վրա նաև արձագանքեց մեր օպերատորը, որը շատ կտրուկ պտտվեց եւ նայեց այդ ձայնի կողմ։ Դրանից հետո ինչ-որ միստիկ կերպով տեսախցիկը անջատվել է եւ մի քանի կադր դուք չեք կարող դիտել ցավոք սրտի, բայց նկարը այրելու կադրները կան։ Եթե դու այստեղ ես, տուր ինչ-որ նշան։ Պատրաստ ես։ Դեմս ոչ մի բան չեմ տեսնում ես լույսի պատճառով։ Պատրաստ ես այրելուն։ Եթե դու այստեղ ես, տուր ինչ-որ նշան։ Լուրջ քեզ ասում եմ, ձեն է գալիս։ Ինչ-որ բարակ ձայն է գալիս, հենց ձայն։ Կարծում եմ պետք է այրենք վերջացնենք։ Ինչ եղավ։ Կամերա пишет։ Սիրելի ընկերներ, հենց հիմա կանգնած եմ մի դղյակում, որում
սպանվել է այս տան սպասուհին, մաքրուհին եւ հենց հիմա մենք վառում ենք նրա նկարը։ Եթե դու այստեղ ես, տուր ինչ որ նշան։ Տվեց։ Մատս կպավ։ Իսկ ես լուրջ ասում եմ, դից ձայն եմ լսում։ GoPro-ն պետք է արագ միացնել։ Սիրելի ընկերներ, ինչպես տեսնում եք, այրվում է։ Մի հատ մի պայ էլի ֆանարիկը։ Ինչպես տեսնում եք, այրվում է։ Ու հենց հիմա այնտեղից ինչ որ հորս սարև։ Ու հենց հիմա այնտեղից ինչ որ հորս սարև։ Լսար։ Հենց այս սենյակից ինչ որ բան ընկավ։ Բայց տեղից ինչ պետք է անգնի։ Ժողովուրդ նկարը համար, նա իր մասը չի այրվում։ Ժողովուրդ իր մասը չի այրվում։ Ամբողջ նկարը ամբողջովին այրվում է, բացի իր դեմքից։ Դանուն նայեք։ Ոնց կարա սենց բան լինի։ Ժողովուրդ նայեք, ինքը չի այրվում։ Ժողովուրդ ոնց կարա սենց բան լինի։ Вообще չուզում այրելի։ Խփեր կրակը հանգավ։ Ժողովուրդ երթվում եմ, չկա սենց բան կրակը հանգել, հա։ Ու հենց իր դեմքին բան չի եղել, իր դեմքը չի այրվել։ Խփեր անհնարին է սենց բան լինի։ Ժողովուրդ ջան, հենց հիմա ուզում եմ ասեմ, որ մենք այրեցինք այս նկարը, այն ամբողջովին այրվեց, բացի նրա դեմքից։ Ու ամենահետաքրքիրն որ իր սպանողին այրեց։ Ճիշտ ասում, սպանողը, որ սպանել է ըստ լեգենդի այս մաքրուհուն, նրա նկարը այրվեց, բայց նրանը ոչ։ Նայեք, ժողովուրդ, նայեք, չեմ խափում։ Նայեք, ասենք, ժողովուրդ, ոնց կարա սենց բան լինի։ Արան, ոնց կարա սենց բան լինի։ Ոչ մեկ դաժե մատով չի կպել դրան։ Գետնին ենք գցել, ժողովուրդ նկարը չի այրվել իր մասը։ Պահի մի հատ։ Տենց։ Եթե դու այստեղ ես, տուր ինչ որ նշան։ Երկրորդ ծախոտ։ Հիմա կայրվես։ Չի ուզում կպնի։ Ընդհանրապես չեն ուզում կպնի։ Չեն կարող այրենք ժողովուրդ այս նկարը։ Ժողովուրդ չի այրվում նկարը, պատկերացնում եք, որ ասեմ ինչ որ քամի էլ չկա։ Դավայ։ Խի եմ ես դա անում, խի ենք մենք այրում նրա նկարը, բայց ըստ լեգենդի եւ ըստ փորձարկումների ասել են, որ այս փորձարկումը ամենաէֆեկտիվ փորձարկումն է համարվում, որ եթե ուզում եք ինչ-որ նշան տեսնեք, բայց մենք արդեն մի քանի ձայներ լսել ենք ու չէ մենք պետք է այրենք այս նկարը։ Կարող է դա դեմքին չի էլ հասնում կրակը։ Կարող է դա վատ նշան է, ժողովուրդ ջան, ես չգիտեմ, բայց մենք պետք է այրենք նրան։ Չի կարա սենց բան լինի, A4 ֆորմատի թղթի նկար է։ Չի կարա չայրվի։ Հիմա կարաս ստից ուղիղ դեմքը վառես։ Այս նոր կրակ է։ Ժողովուրդ կրակը նոր էր առվել։ Ես այս կրակը առել էի հատուկ նկարահանումից առաջ, չի վառում։ Նայեք։ Թամում նայֆիկ։ Ոնց կարա սենց բան լինի։ Ճաղի։ Եթե դու այստեղ ես, տուր ինչ որ նշան։
Լավ, սիրելի ընկերներ, առաջարկում եմ շարունակենք, գնանք տեսնենք էլ ինչ կա այս հարկում հետաքրքիր, որպեսզի նկարահանենք եւ ցույց տանք ձեզ, բայց սա ընդհանրապես լավ նշան չի։ Ուրեմն սիրելի ընկերներ, հիմա որոշեցինք դուրս գանք դղյակից, թեքվենք աջ եւ գնանք այնտեղ կա ուրեմն նկուղ, ահա որ վախենալու նկուղ, եթե հիշում եք սկզբում ձեզ ցույց տվեցի, այս մուտքով ենք մտել։ Այնտեղ մի հատ ահա որ վախենալու նկուղ կա։ Ինձ թվում է ժամանակն է հենց դեմս ընդհանրապես բան չեմ տեսնում, սիրելի ընկերներ։ Սարով շատ վախենալու է։ Դեմս ընդհանրապես բան չեմ տեսնում։ Հենց հիմա գնում ենք այդ նկուղ։ Գնանք եւ նկարենք թե ինչ կա նկուղում։ Չգիտեմ դուք տեսնում եք թե ոչ, բայց ահա որ ձևի անձրև է գալիս ուժեղ անձրև է գալի ու մենք հենց հիմա այս ճանապարհով գնում ենք դեպի նկուղ։ Որտեւ այստեղ շատ սարսափելի նկուղ կա ու պետք է ամեն դեպքում բացահայտել թե ինչ կա այդ նկուղի մեջ։ Ժողովուրդ լստերն եք։ Ուղղակի սարսափելի է։ Ինչպես տեսնում եք, մեր առջև նկուղն է եւ հենց հիմա կմտնենք նկուղ։ Այդ նկարը որ չայրվեց, դրանից հետո ես չգիտեմ, ժողովուրդ ոնց կարա տենց բան լինի, ոնց կարա նկարը չայրվի։ Շատ վատ նշան է։ Ահա որ շատ ձեներ է գալի տարբեր ժողովուրդ, չգիտեմ։ Դե անտառում ենք գնում։ Կանաբար ախպեր ընդրից ձեն եկավ։ Եկ մտնենք նկուղ։ Ժողովուրդ մտնում ենք նկուղ։ Լստեղ խնդրում եմ։ Ստեղ կամացեք։ Սա նկուղն է, նդ խնդրում եմ զգացեք։ Սիրելի ընկերներ, ինչպես տեսնում եք, նկուղում համաշխարհային պատերազմում, որ տուժել էր այս դղյակը, այդ ամեն ինչը այս նկուղում կարող եք տեսնել, թե ինչ ձևի է դեֆորմացվել այս գետին ընդհանրապես։ Այս նկուղում ես չգիտեմ, ոնց որ թե բան չկա։ Կարող է այն սենյակ գնանք։ Սենյակ կա։ Այն ինչ մեծ ժողովուրդ։ Կամաց։ Որը սարը վախցր իր միք։ Ինչ վախենալու պրախոդը։ Ինչ վախենալու միջանց կա։ Հələ ստես ինչա։ Ժողովուրդ, ես չգիտեմ ուղղակի։ Հիշում ես այն աստիճանները, որ ասում էիր իջնեինք, իրանք ստեղ նկուղ էին իջացնում։ Ինչ մեծ նկուղ է։ Լույս կգցես։ Սա կոնկրետ հələ ստեղ նայեք ժողովուրդ, ստեղ կորելու նկուղ է կոնկրետ։ Ուրեմն սիրելի ընկերներ, հենց հիմա մենք գտնվում ենք նկուղում ու նենց տպավորությունա, ոնց որ նենց տպավորությունա, տեսեք, ահա որ լաբիրինթ ոնց որ լինի։ Ինչ հա գրած։ Против всех, саги димаш. Тени все равно меня не вытянешь. Ժողովուրդ, ահա որ է։ Не ходить, если меньше, там призрак ինչ գրածը որ դե հոգիներ կա։ Ոյ, հորս սարև։ Ոյ, հորս սարև։ Հորս սարև էս ինչ ձեներ։ Հորս սարև, ժողովուրդ էս ինչ ձեներ, միկրոֆոններ էսա կընկնի դեմս բան չեմ տենգում։ Ոյ, հորս սարև։ Եկար միք, օպերատորը։ Միք։ Посвети։ Ժողովուրդ էս ինչ ձեներ։ Շուքել եք հորը սարևն են ստպավորություններ, ոնց որ հենց հիմա դեմս մարդլներ։ Ժողովուրդ, ես չգիտեմ ահա որ ձայներ են, ես չեմ կարա ասեմ ինչ ձայներ են սրանք, ընդհանրապես չեմ կարա ասեմ, բայց մենք լքում ենք լոկացիան։ Մենք հենց հիմա լքում ենք լոկացիան, որովհետև
լույսը պահի, պասվիցի։ Մենք լքում ենք այս լոկացիան, ժողովուրդ։ Կարամ մի հատ է սենց գոռամ ու ասեմ։ Սնիմայ, բրատ։ Ստեղ ինչ-որ մեկը կա։ Ձայնը չէր կարա նմանատիպ ձայն լիներ։ Ինչ էր գրած։ Ինչ-որ սլակ էր ցույց տալի այդ կողմ ու գրած էր՝ «Не ходи туда, там призрак»։ Ես որ մտա, ընդ մի հատ սենյակ էր, գիտես, ոնց աչքի վրա ինչ-որ պատուհան էր ու ձախի վրա էլ ինչ-որ պատեր տոլի ինչ էր, չեմ հիշում, ու երբ որ ես ետ պատատվեցի, հենց պատատվեցի ուզեցա այդ սենյակից դուրս գամ, այդ բանը եղավ։ Ժողովուրդ, ես չգիտեմ 20000 լայք ձեր լայքին արժանի վիդեո։ Եթե ուզում եք երկրորդ մաս կամ նմանատիպ ֆորմատ լքված վայրերի, անպայման լայք եք, չէր կարա այդ նկարը ուղղակի չայրվեր։ Դա ես չեմ հասկանում ոնց է ընդհանրապես տենց տեղի ունեցել, ամբողջը այրվում է բացի այդ նկարից։ Ու կրակայրիչի մեջն էլ բրծնել։ Սիրելի ընկերներ, 20000 լայք ձեզ հետ Միկան Արամը եւ օպերատորը։ Կհանդիպենք շատ շուտով։ Հաջողություն, հուսանք։